Բարերեկո սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Քաղաքագետ Արամ Ավետիսյանի YouTube-յան ալիքում։ Եթե դիտում եք մեզ, դա նշանակում է ժամը 22:45 եւ մինչ եթերի սկսելը պետք է խնդրեմ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերի ծանուցումներ ստանաք առաջին, ինչպես նաեւ լայքեք եւ կիսվեք այս տեսանյութով եւ հիմա մենք մեր սիրելի Քաղաքագետ Արամ Ավետիսյանի հետ գտնում ենք Շարուրի փողոցում։ Սա Շարուրի 27 շենքն է եւ Արամ, պետք է խնդրեմ ներկայացնես այս շենքում ով է բնակվում։ Ողջույն Արտուր, ողջունում եմ մեր սիրելի հայրենակիցներին եւ սիրելի հայրենակիցներ, գիտեք, ես օրեր առաջ Արցախից թռած Ռոբերտ Քոչյանի հարս Սիրուշոյին եւ նրա այդպես իրեն երգչուհի համարող Սյուզան Մարկյանին զգուշացրել էի, որ պատրելու եմ նրանց դիմակը եւ բացահայտելու եմ մեր հայրենակիցներին սրանց ով լինելը, որպեսզի մեր հայ ժողովուրդը տեսնի թե ում հետ գործ ունի եւ մենք այսօր գտնվում ենք սիրելի հայրենակիցներ Շաուրի 27 շենքի դիմաց, խնդրեմ նկարահանեք 27 շենքը Շաուրի։ Եվ Շաուրի 27 շենքում 4 բնականում բնակվել է Սյուզան Մարկյանի եղբայրը Սիրուշոյի քեռին Ռոբերտ Մարկյանը, որը որ հասարակությանը հայտնի է որպես հայտնի խաղամոլ եւ նաեւ մարդ, որը որ սեր է ունեցել ալկոհոլի հետ կապված, ցավոք սրտի Ռոբերտ Մարկյանը վերջերս 1 ամիս 2 ամիս առաջ հրաժեշտ է տվել երկրային կյանքին, մահացել է եւ ինչա տեղի ունեցել սիրելի հայրենակիցներ։ Մենք պարզել ենք, որ Սյուզան Մարկյանը օգտվելով իր այդպես կապ իր դիրքից 2010-11 թվականին, այսինքն բենզինի Սերժիկ Սարգսյանի իշխանության տարիներին, երբ Երևանի քաղաքը զավթել էր այդպես իրան լավագույն քաղաքապետ համարող Տարոն Մարկյանը, ինչա տեղի ունեցել։ Քանի որ Ռոբերտ Մարկյանը ունեցել է սեր ալկոհոլի նկատմամբ եւ տառապել է խաղամոլությամբ, բնականաբար տարօրինատվել մեծ գումարներ եւ Սյուզան Մարկյանը Սիրուշոյի Լևոնիկ Քոչյանի հետ այդպես ինչ են որոշել են, որ Ռոբերտ Մարկյանը վերին արտի ցորենն է եւ Շաուրի համայնքում եւ Երևան քաղաքում, որտեղ որ բնակարան կա, որ մարդ չի ապրում, մահացել է, ժառանգ չունի, պետք է այդ բնակարանները իրենք այդպես իրենցով անեն եւ սա վերջի արձանագրված դեպքն է, ուրեմն մեր բնակիչները մեզ պատմեցին, որ 2010-ական թվականներին Ռոբերտ Մարկյանի համար, երբ ինֆորմացիա են ստանում Սյուզան Մարկյանը համագործակցելով Տարոն Մարկյանի եւ բենզինի Սերժիկի հանրապետական այդ թափթփուկների հետ, ինֆորմացիա են ստանում, որ այդտեղ բնակարան կա, որ բնակարանում մարդ չի ապրում եւ այդ սեփականատիրոջ, ես հենց հիմա սեփականատիրոջ անունն էլ ձեզ ասեմ, Բադալով Վլադիմիր, որը որ Հայաստանի Հանրապետությունում չի շատ վաղուց, ուրեմն Բադալով Վլադիմիրի մոր ընկերուհուց, մայրը նույնպես մայրը մահացել է այդ սեփականատերը եւ մոր ընկերուհուց, որը որ եւս տարեցկին է, սրանք վարձակալությամբ այս բնակարանը վերցնում են, որպեսզի Սիրուշոյի տատիկը եւ քեռին ստեղ բնակվեն։ Նախապես ինֆորմացիա ստանալով, որ այս բնականը այդպես ուղղակի մարդ չի ապրում եւ այսպիսի իրավիճակ է, նրանք հասկանալով, որ այդ մահացած կնոջ ընկերուհին եւս տարիքով կին է եւ վաղ թե ուշ եւս հրաժեշտ է տալու կյանքին, սրանք վարձակալությամբ այս բնակարանը վերցնում են, որպեսզի Ռոբերտ Մարկյանը, Սյուզան Մարկյանի եղբայրը եւ Սյուզան Մարկյանի, այսինքն Սիրուշոյի տատիկը ստեղ բնակվեն վարձակալության հիմունքներով, այդ սեփականատիրոջ այդ մոր, այսինքն այդ տարեց կնոջ ընկերուհուց տարիներ հետո այդ կինը եւս մահանում է եւ այս մարդիկ ուղղակի ստեղ իրանց համար ապրում են, ոչ հետաքրքրում են թե տերը այդ Բադալով Վլադիմիրը որտեղ է, ողջ է, ողջ չի, այսինքն նրանք իրենց մտքում պահելով այդ պլանը, որ վաղ թե ուշ տանտեր են դառնալու, այս տունն են իրանցով անելու, այդպես շարունակում են բնակվել ստեղ եւ ինչա տեղի ունենում, քանի որ Ռոբերտ Մարկյանը մահացել է, հիմա Սյուզան Մարկյանը փաստաբան է վարձել, ինչ-որ փորձում է այս բնակարանը, որը որ պետք է, եթե Բադալով Վլադիմիրը ողջ չի, ինֆորմացիա չկա նրա հետ կապված, ապա այս բնակարանը պետք է
դառնա պետության սեփականություն եւ պետությունը պետք է որոշի թե այս բնակարանը ում հատկացնի անապահով ընտանիքների հատկացնի ում հատկացնի կարիքավոր մարդկանց կամ առհասարակ դա պետության բացառիկ իրավունքն է եւ այս կոնտեքստում ինչ որ թղթեր են հավաքել որ այստեղ վկաներ կան որ իրանք այստեղ ապրել են երկար տարիներ չգիտեմ ինչ են արել եւ այդ վկաները եւս արդեն 3 հոգի կա որ վկայություն տվել ժամանակին նրանք եւս ողջ չեն այսինքն ով հրաժեշտ է տվել կյանքից այդ ինֆորմացիային տիրապետում է Սյուզան Մարկյանը եւ երկը թողել է այդ իր բանուգործը զբաղվում է հենց անշարժ գույքով եւ հարգելի հայրենակիցներ հիմա Սյուզան Մարկյանը պատրաստում է փաստաբանի միջոցով ուղղակի տեր դառնա գույքի, որը որ իրանց գույքը չի։ Ունի սեփականատերը ստեղ չի Հայաստանում չի, չգիտենք որտեղ է, բայց եթե սեփականատերը չի հայտնաբերվում, բնականաբար այս գույքը պետք է լինի պետական գույք։ Սա ինչ ես ձեզ ասում եմ, սա փաստերով եմ ասում եւ նաեւ մենք համատիրության ստեղի այդ ով որ զբաղվում է նախագահը իր հետ կզրուցենք, իրան եւս հարցեր կուղենք, նաեւս մեզ կտրամադրի ինֆորմացիա, քանի որ բոլոր մեր Երևան քաղաքի համայնքներում գիտեք, համատիրություններ կան, որոնք որ ամեն ինչից տեղյակ են, բայց ինչա տեղի ունեցել, քանի որ Սյուզան Մարկյանի կամ Սիուշոյի մտքով չէր անցնում, որ 2018 թվականը տեղի ունենալու նրանց քաղաքական պապաներին Սերժիկին, Ռոբերտին, հայ ժողովուրդը տաշելու է գցի Զիբիլանոց, սրանք այդպես ուղղակի ամենաթողություն իրականացնելով, թքած ունենալով հայ ժողովրդի վրա, մեր օրենքի վրա եւ այդ կոնտեքստում ուղղակի այս մարդիկ նորից եմ նշում զբաղվել են նմանատիպ գործունեությամբ։ Եվ սիրելի հայրենակիցներ, մենք ձեզ փաստերով ապացուցում ենք, փաստերով ներկայացնում ենք, թե այս Ղարաբաղյան կլան կոչվածը ինչ է իրանից ներկայացնում։ Այսինքն մենք գործ ունենք, ես եւ այդ գնահատականը տալիս եմ հայի արուն ծծող, սրանք անգամ այն աշտանի անիքնասեր են, որ այդ միլիարդների մեջ, արա Լևոնիկ Քոչարյան, գնա մտի մի բուր հողկեր մտի գեդին արա, այդ չմո, չս համաչում արա, պետությունից ինչ կա, պետք է քաշեք, հասկացանք այն վարդ հերդ Սայիդի բիջեյիկը զավթել էր իշխանությունը, ինչ կար ձեզնով արի կերակ։ Ու հիմա ինչն է ամենա ցավալին, որ անգամ 2018 թվականի հեղափոխությունից հետո սրանք չեն հանգստանում։ Սրանք չեն պատկերացնում, որ երկրում իրավիճակը փոխվել, որ իրանք այլևս ոչ մեկ են։ Նորից շարունակում են, ինչ կենտրոնը գրավի կարա։ Չեք ամաչում դուք արա։ Սիրուշը դու չես ամաչում արա։ Կամ Սյուզան Մարկյան։ Ես ինչ եք անում։ Հազարավոր անտուն քաղաքացիներ ունենք։ Բա տենց բելա Քոչարյան։ Հայ մայրից էիր խոսում։ Հայ մայրից խոսում էիր, որ մունք, բան, միշտ այն ժամանակ իրար հետ ենք եղել, պայքարել ենք։ Ձեր պայքարը եղել է մենակ հայ արուն ծծել արա։ Ձեր բջերով ձեր ընտանիքով հանդերձ։ Ու որ ձեզ ասում ենք մենք, փաստերով հիմնավորած ենք ասում։ Դուք էդ եք, դուք ոչնչություն եք։ Ու թող հայ ժողովուրդը ականատես լինի, հայ ժողովուրդը տենա, թե Սյուզան Մարկյանը, Սիրուշոն, այդ թոփալը, այդ քրչը դրա, այն Լևոն Քոչյանը ինչ այլ։
Սրանք ով են ընդհանուր, ով եք դուք։ Անկամ ափսոսա որ ձեզ հաջորդը տանի վաղը քաղաքական սովետաշինի աղբանոցն հետի։ Դուք դրանից էլ արժանի չեք։ Դուք մեր օդը չպետք է շնչեք։ Սա փաստ է։ Ոնց կարելի է գալ, զավթել բնակարանը, սեփականությունը, դուրս չգալ ու հետո փորձել տեր դառնալ սեփականություն, որը որ ձեզ չի պատկանել։ Դուք չեք ամաչում դուք արա։ Դու ես ձեզ ինչ ասեմ։ Թող հայ ժողովուրդը նայի ու հայ ժողովուրդը իր գնահատականը կտա ձեզ, ոնց որ միշտ տվել է։ Դուք եկեք։ Արամ եւ հիմա օրինակի մոտ հարց է առաջանում Սիրուշոն այո այտենց ազգը սիրելով հանդերձ այտենց ազգանվեր գործեր անելով երկել պայելով Արցախ երկելով եւ նաեւ Արցախի հորովել ինչու իր սիրելի տատիկին ու քերուն չտարավ կոնգրես հյուրանոցում տեղավորել որ այնտեղ կյանքը վայելել չէ կարա տանի Աբովյան Թումանյան փողոցի ապօրինի ծաղկման գույքը որ իր անունով կա այնտեղ տեղավորի բայց ես խորհուրդ կտամ Սիրուշոին մեր սրբին գա Չարբախ Շաորի փողոց ինքը սիրում է չէ տենց վանք Շուշի հավաքածուս չգիտեմ վանք հավաքածուս արի Շաորի 27 շենք հավաքածու բան արա պատրաստի կոզարթերի համար օրինակ քերուտ այդ տունը որ ուզում եք ձեզնով անեք տան դուռը պատուհանը զարթեր սարքի գցի վրեք ու գնա ֆոտոսեսիա քեզ բացի ես ձեզ ասել եմ խայտարակ եմ անելու դուք դուրս չեք կանալու դուք փողոց չեք կանալու դուրս գաք Ձեր երեխեքը ձեր ժառանգները վաղի անց ազգանուն են փոխելու։ Սա փաստ է, սիրելի հայրենակիցներ։ Մենք գտնվում ենք Շաորի 27 շենքի բակում, մի շենքի, որտեղ որ բոլորը գիտեն, որ այդ 4 բնակարանում ով է ապրել, ով է սեփականատեր եղել եւ այդ կինը մահացել է, իր տղան Հայաստանում չի վաղուց, չգիտենք այդ մարդը հիմա ողջ չի արտասահմանում։ Ու պատկերացրեք ինչ դիշով կային սրանք, ինչ աստիճանի 10 տարի առաջ արդեն գծել էին ինչ պետք է անեն, ոնց մոտ կվարտիր են թե որ կարան սանթեն իրանցով անեն։ Այդ էլ դառնա իրենց սեփականությունը։ Ամոթ արա, լավ այդքան այդ աստիճանի անինքն ասեր դիշով կա, ես պատկերացնում ենք որ Թուման փողոց բան, sense մոլիբդեն այդ ամեն ինչը տեսել ենք հերու չի ձեզնից գիտենք դուք ով եք, բայց անգամ որ գաք խեղճ մարդու բնակարան կարելի էր տրամադրել ստեղ եթե կամ մի հատ զոհվածի ընտանիքի դուք այդ եք արա այ դրա համար ես ձեզ նետելու եմ պատմության աղբանոց դուք հայ ժողովրդի չգիտեմ Յան ազգանուններ պետք է արգելվի սրանք որ այդ ազգանուններ ունենան Դուք պատկերացնում եք սիրելի հայրենակիցներ, անգամ 2026 թվականին, երբ հատուցման օրը մոտենում է Թավիշ Մավիշ Նիկոլ Փաշյան դրել մի կողմ, անգամ այս ժամանակահատվածում, որ սրանք պետք է ուղղակի, չգիտեմ, ամաչային տնից դուրս գնից, իրաց արարածների համար, անգամ այսօր, եկեք տուն են իրանցով ուզում անեն։ Ոնց կլինի, քունները չի տանում։ Սիրուշոն գիշերը 6-ից երազ է տենում, ոնց կլինի, Չարբախում մի հատ կվարտիրա կա, տես չունի։ Տիրանցով անենք, քերին էլ մեռավ։ Թղթերը սարքենք, հեսա դատանով բանով մեզնով անենք, չեք կարա, մենք թույլ չենք տալու ձեզ։ Արամ դու ինքդ ասացիր, որ Հայաստանի Հանրապետությունում բավականին ընտանիքներ կան, որ կարելի է որևիցե մի ընտանիքի կարիքավոր տրամադրել այս բնակարանը եւ մենք կարող ենք վստահ լինել, որ իրավապահ համակարգը գործում է, նաև դատախազությունը դիտելով մեր հաղորդումը կտա գնահատական, նաև իրավապահները ուշադիր կլինեն, որպեսզի այս բնակարանը Չարբախում գտնվող Շարբախում է սա, Շարուրի փողոցում չհասնի Քոչարյանների ընտանիքին, եւս մեկ գույք չանցնի Քոչարյաններին, քանի որ Թավշյա հեղափոխությունից հետո ինչպես Նիկոլ Փաշինյանն է վարչապետ խոստացել եւ մի քանի տարի է մնացել ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամբողջությամբ պետք է ունեզրկեն Քոչարյանների ընտանիքին եւ Քոչարյանները պետք է հայտնվեն արդեն դրսում։ Պետք է բոնջ դառնան, դրսում հայտնվելու բոնջ դառնալը դրանք տարբեր բաներ են, անգամ սրանց Հունաստանի կրած տարածը թաղանածը պետք է վերադարձվի բյուջետ, դա մենք կանենք։ Տիկին Ռոբերտ Քոչարյան մի մտածի։ Այդ մինչև քոքը մաշեցնել եք նրանց որն առնելու։ Չմո։ Ղարաբաղը ծախած վիժվածք։ Այդ դուք ոնց որ Ղարաբաղն եք ծախե հանձնել։ Նույնն էլ հիմա ստեղ եք անում։ Դուք հայ ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունեք, որովհետև ես ամեն ինչ սրանցից սպասում եմ ես ու սպասել եմ, բայց որ այս աստիճանի կիշտեն
այն ռուսերեն բարկա է դնոն։ Այդ պլինդուզի մակարդակից ցածր 2 կոպեկի համար ամոթ ձեզ, չգիտեմ ես ձեզ ինչ ասեմ։ Լևոնի կալիմ քիչ փոխնանք եթե բանը զոնքաջետ ներվում է, անգելա թղթերա 10-ով կանում որ մատ կվարտիա յանով անի։ Ամոթ հարա եկա էշեք։ Այսքանից հետո եկել եք մի հատ խեղճ մարդու այդ բնականը կվարտիային կհասներ, մի հատ զոհվածի ընտանիքի պետությունը կտրամադրեր։ Այդքան ունեք էլի արա։ Գյորներ եք տանելու։ Չեք մարսելու դուք։ Ու ինչ որ զիբիլի վրի կատուներն են հրահանգային վիրով ինչ-որ բաներ են գնում իրանց եվակայում են, դա չի փրկելու ձեզ։ Ինչ ուզում եք արեք, արա։ Հայ ժողովուրդը գիտի դուք ով եք։ Ու ես ապագայում եւս ներկայացնելու եմ փաստերով, պատրելու եմ ձեր դիմակը, ողորմելիներ։ Իսկ դու Սուզան Մարկյան, պատասխի։ Ապագայում ես քո Ռոբերտ Քոչարյանի, Սայդի Բջի Ղարաբաղից թրացի կապի մասին եմ ներկայացնելու, մեզ արդեն ահազանգել են եւ այդ տարիների նախագահականում աշխատակիցներ կան, որոնք որ արտասահմանից մեզ հետ կապ են հաստատել եւ ձեր մասին շատ հետաքրքիր ինֆորմացիա են տրամադրել, դա եւս դա առանձին հաղորդում է, դա արդեն սեռական, բարոյական մասն է այս ամեն ինչի։ Եվ ապագայում մենք եւս բացահայտելու ենք ձեզ, դուք տարբերակ չունեք եւ սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ դուք ձեր աշկով արդեն սա Հայաստանում է, չեն կարող ասեն կապ չունենք մերը չի, գործողությունները սկսել են, փաստաբան են ինչ-որ վարձել, թղթեր են հավաքում, ամեն ինչից տեղյակ ենք, Սուզան, կարող է ինքո լող մարդը, հրաչիկը քեզից խաբար չի եղել սաղ կյանքը, սովորեք, դե սրանց ես նշել եմ բազմիցս, որ Ռոբերտ Քոչարյանի տունը եկն է որոշում, սրանք էդ են, պատկաբլուշնիկների հավաքածու է սրանց վիճակը, Ժամերը հետոն են ընկել, բայց եւս մեկ անգամ նշում եմ սիրելի հայրենակիցներ, եկեք, կարա գաք, դուք ձեր աչքով տեսնեք, ապագայում ավելի մանրամասն մենք կներկայացնենք, որ մեր ժողովուրդը տեսնի, թե ինչի այդ գործ ունի։ Դե ինչ արամ, շնորհակալություն քեզ, սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն ձեզ, որ դիտում եք մեր հրատապ եթերը, ձեզ հետ ձեր սիրելի քաղաքագետ Արամ Ավետիսյանն է, ես Արթուրն եմ, բարի եւ խաղաղ գիշեր ենք մաղթում ձեզ եւ թող որ բոլոր լուրերը միայն բարի լինեն։